Ինչ ես պարապստեր, արագացրու, գնա լվացվի տեսքի բեր, որովհետև հետդ առանձին եմ խոսելու։ Եղավ, դու մտածում ես մեկավորից, համետ աշակերտները ձիպիտ կարարում չեն դիմավորելու։ Չեն դիմավորելու, էդ երեխեքը քերու ասածը գետնով չեն տալի։ Լավ, որ ասում ես խնդիր չկա Թորոս։ Ինչ ես կանգնել, արագացրու գնա, պարոն Սիմոնյան։ Ոչ թե Սիմոնյան, այլ Բարեգամյան։ Չէ, անգլերենի մասնագետ։ Գնում։ Ես նվահում։ Լանջելի ջան, արի չավտան, արի նստի լանջելի ջան։ Ինչա քեզ հետ պատահել Ներսես, ինչու ես դու այս վիճակում։ Առանձնապես բան չի պատահել, երեխեք թեթև կատակ են արել։ Դու ասում ես թեթև, ինձ թվում է նրան մեր դպրոցում ուղղակի տերորի են ենթարկել։ Ես էլ եմ ասում էլի, թեթև տերորի են ենթարկել, ոչ մի վտանգավոր բան չկա։ Հիմա եթե ընկեր Բարեգամյանը գնա լվացվի, իրան տեսքի բերի վրանը թափ տա, ոչ մի հետք էլ չի մնա այդ տերորից։ Ճիշտ չեմ ասում, ընկեր Բարեգամյան։ Այո, շատ ճիշտ եք ասում, ես անպայման կգնամ եւ կլվացեմ, բայց այդ աշակերտն էլ պետք է անպատիժ չմնան։ Ես ենթադրում եմ, որ դա նորից Արևշատյանի դասղեկական դասարանի ձեռքի գործն է։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Մեկ օրվա համար այսքան ստրեսը ինձ համար չափազանց շատ է։ Ես չգիտեմ ինչպես վարվեմ, որ այդ աշակերտները խելքները գլուխները հավաքեն։ Դու ես գիտեմ այդ հարցը իմ ալպատի լուծվի տիկին Անջունի ջան։ Որտեղ եմ ես լսել այս ձայնը, չափազանց ծանոթ է ինձ այս ձայնը, Թորոս։ Ճիշտն ասած, ինձ էլ շատ ծանոթ թվաց այդ ձայնը։ Ու ես ոնց որ թե գլխի եմ ընկնում, թե որտեղ ենք լսել այդ։ Գիտեք, ինձ թվում է դուք ինձ ինչ-որ մեկին նմանեցնում եք, բայց հիմա դա ընդհանրապես կարևոր չի։ Կարևորն այն է, որ աշակերտները հասկանան, որ ուսուցիչը դա նրանց բարեկամն է։ Եվ դաստիարակվեն նրանք։ Եվ դրա համար թույլ տվեք ես անձամբ խոսեմ աշակերտների հետ, եւ այս ամեն ինչը կհարթվի, կգնա եւ իրենք էլ կհասկանան իրենց սխալը։ Ճիշտ ասում, ընկեր Բարեգամյանը, երեխաների հետ աշխատելը լավագույն մեթոդն է, չէ՞, մանավանդ որ բացի են, որ ինքը հրաշալի անգլերեն գիտի, նաև հրաշալի հոգեբան է, այնպես կանի, որ այդ հարցը արագ կլուծվի։ Հրաշալի կլինի, գոնե այդ հարցով ես մի փոքր հանգիստ կլինեմ։ Սպասիլա, բա ուրիշ ինչ հարց է քեզ տանջում հետ, որ չղայնացած էիր։ Ախ, Թորոս, դու չգիտես, ոչ ոք չգիտի, թե ինչպես են խաղացել մեր դպրոցի անվան հետ։ Էդ ով է համարձակվել, ասա բանվորները քանում տամ ես դրանց։ Ախ, Թորոս, երանի իմանայի, թե ով է այդ ստահակը։ Հետո բա որ իրան թույլատալի մեր տարածքում մեր վրա գա։ Ես դրա հարցերը իմ ձևով եմ լուծելու, իմ ձեռով։ Արսեն նստի տեղդ, գլուխս ֆռած, հերիքա գնաս ու գաս։ Չեմ կարող։ Արունը գլխիս է տալիս, որ հիշում եմ դրա ինքնավստահ խոսալը, արածը։ Տղեկը հավաքվում են։ Ոչ էդի, ոչ էլ դրա ընկերը չեն պլստալու։ Ու եթե ասածներս լավով չհասկանան, վատով եմ հասկացնելու։ Շրջան։ Այդ տղա, մետ ինչ հավաք ես անում։ Մեկը կա դրա հարցերը պիտի լուծենք։ Էդի շատ է վրեն վեկալել։ Ասել եմ դրա մասին քեզ։ Հա, ասել ես։ Մեր Արսենին է նեղացրել այսօր։ Մի խոսքով մի քանի բան էլ կա դրան ասելու, բացի հիմնական թեմայից։ Ես քեզ չի ասել, որ այդ տղերքի մասին մինչև ամեն ինչ չիմանաս չշարժվես տեղիցդ։
Ախր տեղ չեն թողել, որ սպասեն։ Դեզվիտ մի տուր։ Դրանք լուրջ տղերք են։ Իսկ մեզ գլխացավանք բեկ չի։ Այսինքն այդ տարածքը ձեռից բաց ենք թողելու։ Սաղ չկորցնելու համար մեկը կարելի է նաև բաց թողնել։ Բա Արսենի մոմենտը։ Արսենի մասին չեմ խոսում քո հետ։ Հասկացար ասածներս։ Հա, շեֆ ջան։ Հեն Վարդան, բան ա եղել։ Կներես ախպերս, բայց այդ տղեկի հետի թեման փակ է։ Դուք ինչ ուզում եք փագեք։ Ես մեկը իմ վրեժը լուծելու եմ։ Վերընկի տեղը տարա։ Ոչ մի բան էլ չես անելու, եթե գլուխդ չի ցավում։ Այսինքն դրանք սաղ պտի մարսեն։ Շեֆի դեմ ես հելնելու։ Ուրեմն կմարսեն։ Ասեք, որ լանջոնոջոցում մնացած զենքերը լավ կերարում գտան։ Հա, անգերես ոնց չէ։ Մենակ ափսոսն Բարեղամյանին չհասցրին ջրենք։ Ծլկեց։ Ոչինչ, մյուս անգամ ավելի լավ կպատրաստվենք։ Վերջի չեք կարում թե զենպես բայ, գոնե մինչև տարեվեր չլանջունուն մեր դասարան չբերեք։ Առանց իրա անհետաքրքիր է։ Դե եթե սենց շարունակեք, հաստատ մեր դասարանը կցրի։ Չէ, Շուշջան հանգիստ է, այդ լանջունին մենակ ասում է։ Պես չի անի։ Թեթև կնվաղի ու սաղ կգնի տեղը։ Հա, էլի հաստատ։ Ցրող լիներ շուտվանից ցրել էր։ Ամել նորաշեկեր չեն ընդունի դասարան։ Ով է որ։ Քուրս է Շուշջան, հորքուրիս աղջիկն է կծանոթացնեմ։ Չգիտեի, որ հորքուրի աղջիկ ունես։ Հա, Ռուսաստան էին ապրում, ես վերջերս են եկել, մեր տունն է մնալու է։ Շատ լավ կլինի, որ գա մեր դասարան։ Հա, Շուշջան, հարուշեցան ասես լանջունու հետ խոսելա, պիտի որ ստացվի։ Նախնական արդեն պլանավորել են մեր դասարան բերեն։ Գնալու ես Մարին տեսնես։ Չէ, ցավոտ անեմ չեմ հասցնի այսօրյան տեսնեմ, պիտի գործի գնամ, երկու տեղն է պիտի գնամ, ես քանի օր չեմ գնացել, այդքան է ճիշտ չի, էլի մարդկանց քաշում եմ սենց ասած։ Հասկացա։ Բայց այդ Մարի հետ նորից կխոսեմ փոքրով։ Այսինքն արդեն մի անգամ խոսել ես ու չեր ուզում իմ մասին լսել։ Շուշջան, այդ ժամանակի հարցը դու շատ մի անհանգստացի։ Մենակ իմացի, որ Մարին քեզ շատ է սիրում։ Վաղ թե ուշ կհամակերպվի կբարի չեք հանգիստ եղի։ Ինչ, երկար ես մնալու ստեղ։ Ասաց եւ վռազում ես։ Չէ, ընկերս, հեսա Շուշին ճանապարհ են գնալ։ Ես փաբ եմ գնում Արմենի մոտ։ Լուրջ։ Դե գնացինք։ Չո տաքսիս էլ եկել այն, ես էլ գնամ։ Վերջը սիճաս, հա։ Գալիս ես։ Հա, ես քեզ եմ սպասում։ Դե գնաց։ Վան, ինձ այս ամենը ընդհանրապես դուրս չի գալիս։ Միգուցե այն ընկերոջդ Հովեանին դիմես։ Չէ, Անուշ, ես իմ ձևերով հարցը կլուծեմ, Հովեանի դիմել պետք չի։ Բայց ինչու չեմ հասկանում։ Դե որովհետև հարցերին տղամարդիկ մի ձև են նայում, կանենք մի ուրիշ ձև։ Միևնույնն է չեմ հասկանում ինչ կա դրա մեջ։ Անուշ, եթե շարունակես մի քիչ էլ համոզել, արդեն սկսում եմ փոշմանել, որ պատմել եմ քեզ։ Էդ էր մնում պակաս ինչ չպատմեիր։ Ինչպիսի ագրեսիա։ Նկատի ունեի, որ նման կարևոր հարցերի մասին ես պետք է իմանամ, հատկապես երբ իմ դասարանի մասին է գնում խոսքը։ Ինձ մոռացար։ Այսինքն։ Նկատի ունեմ իմ մասին էլ կարևոր փաստեր կան, որ պիտի իմանաս։ Թե այդպես չի։ Ոնց ես կարողանում միշտ ամեն ինչ խառնել իրար եւ վերջում ամեն ինչ այնպես դասավորել, որ ես էլ ինձ մեղավոր զգամ։ Իմ նպատակը այդ չի, բայց դե Եվ ո՞րն է քո նպատակը։ Դե որ երկուսիս կյանքում նպատակները լինեն նույնը եւ մեր կյանքում կարևոր իրադարձությունները լինեն համատեղ։ Ոնց ես կարողանում միշտ ամեն ինչ նույն բանին հանգեցնել։ Դու չես հոգնել, ինչքան կարելի է։ Միջև հասկանաս, որ ինձ սիրելուց ու իմը լինելուց բացի ուրիշ տարբերակ չունես ու որ իմ կյանքում ամենակարևոր մարդը հենց դու ես։ Վան,
Օ, ինչպիսի մարդիկ։ Բարև Ֆարադեյ։ Բարև ձեզ։ Առավոտից դուխինեին եմ ման գալիս, չեմ գտնում, չեմ հասկանում նա ինձնից է փախչում, թե կարող է դուք տեսած լինեք։ Ես առավոտյան իր մոտ եմ տեսել, դրանից հետո էլ չեմ տեսել։ Հաստատ դպրոցում է, որ լավ մանգաս կգտնես։ Լավ, ինչևից է, կարևոր չէ։ Ես իմ ազատ ու թանկարժեք ժամանակը ձեզ հետ կանցկացնեմ։ Կլինի քո ազատ ու թանկարժեք ներկայությունից մեզ ազատ ես, քո գործերով զբաղվի էլի Ֆարադեյ։ Հա։ Դե նկատի ունեմ դուխիկին փնտրելը։ Ես քեզ կօգնեմ, Ֆարադեյ ջան։ Արի գնանք միասին փնտրենք, հա։ Եղավ իմ բարի հրեշտակ անուշ, շատ շնորհակալ եմ։ Արմեն, բարև։ Լուիս, քեզ տեսնողին։ Են պուջուրից ձեն չկա ընդհանրապես, ընկերոջը լրիվ մոռացել է։ Մարիի գործերը իրականում խառն են, մեղադրելու չի։ Հա, տեղյակ եմ։ Չնայած շատ են կարոտել։ Բա լավ դու ուր էի, չկա, չէիր գալիս։ Վայ, մի հարցրում։ Ո բան չի եղել։ Չէ։ Ինչով օգնեմ, դու մենակ ասա։ Նոր կոկտեյլի պատրաստման տարբերակ կարող ես ասել ու մեկ էլ օրվա մեջ մի քանի ժամ գամ աշխատանքին։ Հա, խնդիր չկա, Շուշի ջան, բայց մամատ դեմ չի լինի։ Մամայի գործի տեղը փակվել է ու երկար ժամանակա աշխատանք է փնտրում ու չի գտնում։ Ինձ թվում է, այս ճիշտ տարբերակը իրեն օգնելու։ Լավ բան չասեցիր, բայց։ Գիտեմ, մտածում եմ հիմա մաման այդքան էլ դեմ չի լինի։ Դե լավ, Շուշի ջան, ես մենակ ուրախ կլինեմ, որ դու այստեղ աշխատես։ Շուշ, եթե մամայիդ այստեղ լավ գործ առաջարկեմ, չի ուզի։ Ինչ գործ։ Դե խոհանոցում խոհարարի օգնականա պետք։ Եթե համաձայնվի, աշխատավարձը տեղը տեղին։ Հա։ Չգիտեմ, Արմեն, դժվար, ինքը դեմա, որ ես տեղ աշխատեմ, ուր մնաց գա ու Կարոյի մոտ աշխատանքի ընդունվի։ Դե նայ, հիմա փաստացի ես եմ զբաղվում փաբի գործերով, այսինքն կոպիտ ասած տնօրենը ես եմ։ Հետո Կարոն այստեղ չէլ գալիս, համարյա։ Ասեմ ինչ վատ կլինի։ Համ աչքի առաջ կլինես, համ էլ հանգիստ կլինի մամատ։ Կխոսամ կասեմ։ Դե գնա խոհանոց մի բան կեր, հետո անցի գործերիդ։ Չէ, սոված չեմ։ Վայ, ասում գնա խոհանոց հաց կեր։ Կամ առաջարկում եմ երկուսով գնանք խոհանոց հաց ուտենք, որովհետև ես էլ եմ սոված, հետո կանցնենք մեր գործերին։ Լավ։ Խնդրեմ։ Ուշանում ավանը։ Ճանապարհին զանգել էի, շուտով կհասնի։ Կարող ենք սուրճ խմել մինչև գա։ Ա, լավ միտք է։ Մի րոպե կգաք։ Ինչ ես խմում։ Սև դառը։ Դու։ Ես էլ, ցավ։ Մեզ երեքը դառը սև սուրճ էլի բերեք։ Շատ լավ։ Էլեն իսկ ո՞նց եղավ, միասին չեկաք։ Չէ, ես ուղղակի քաղաքի մի ծայրում էի, վանը այլ դրա համար հարմար չկա։ Պարզա։ Ինչ ես այդպես ասում։ Ուղղակի տարբեր լուրեր են պտտվում։ Ինչ լուրեր։ Դե որ քո վերադառնալուց հետո դու ու Վանը էլ միասին չեք։ Սաթեն։ Չէ, սիրելիս, նման բան չկա։ Ես ու Վանը անբաժան ենք։ Նույնիսկ նույն աշխատավայրում ենք աշխատում։ Բարև ձեզ։ Կարոտել ենք ապրես։ Ես էլ։ Բարև Սաթեն։ Մեծ ուրախ եմ, որ վերադարձել եք հայրենիք։ Ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ։ Իսկ դուք անհանգստանում էիք։ Վան, մտածում էի, որ չես գալու։ Ոնց կարող էինք չգալ։ Էինք։ Հա, Էլեն։ Ծանոթացեք։ Իմ ընտրյալն Անուշ, Ռոման, Սաթեն։ Դե իրար հետ էլ ծանոթ եք։
Վերջ հետես Տորոս ջան, ես էլ ասեցի ես չեմ դիմանում։ Վերջ, պետք է վեր գնամ ու գնամ իմ Հայաստանս։ Այդ ցավտանը։ Ախր ես զգում էի, որ չես դիմանում կարոտին, գիտեի ախր, բայց անկեղծ ասեմ, չէի պատկերացնում, որ կթողնես կգաս։ Տորոս ջան, դու ուտարության մեջ չես ապրի, այ ողբեր, դու ինձ զորք հասկնաս։ Ասենք, այդ որ ասում են հայրենիքս, հողուջուրս, հարեթուփս, այդ դրանք խո լոկ խոսքեր չեն։ Դրանք բացարձակ ճշմարտություններ են։ Ասենք, պատկերացնում ես, այնտեղ ամեն ինչ լավ է։ Փողը կա, գործը կա, բարեկեցություն կա, որ հանգիստ քո համար ապրում ես։ Բայց ոտը չես կոնում ռիսկով տնես գետնին, որտեղ այդ գետնինը քոնը չէ ախպեր։ Ավոն չհասկանամ, Սիմոնյան ջան։ Միշտ էլ այդ ենք եղել, չէ։ Դարերով պանդուխտ ենք եղել։ Թողել գնացել ենք ուրիշի համար, երկիր ենք սարքել, հետո այդ երկիրը թողել ենք էլի ուրիշին, թողել եք։ Խա, կա այդպես բան, Տորոս ջան, ճիշտ ես ասում։ Այդպես, ուրիշի նշանացրել ենք, մեր անտեր ենք թողել։ Ու գիտես ինչի։ Ինչի։ Որովհետև չենք սիրել մերը։ Վազել ենք ուրիշինի հետևից։ Չենք հասկացել մերի արժեքը։ Միշտ գնահատել ենք ուրիշինը։ Ուրիշի ելքը, ուրիշի պարը, տո ուրիշի շորը, տո ուրիշի, տո ես այդ ուրիշի, բան, անունը տնում ենք ժամանակակից ու վազում դրա հետևից ու մոռանում ենք մեր արժեքները։ Ու այդ ամեն ինչի համար, Տորոս ջան, ես եմ մեղավոր։ Չէ, ինչի դու չես մեղավոր, բայց ասեմ անկեղծորեն, դու էլ ես մեղավոր, ինչու չէ։ Այ եթե չթողնեիր, շատերը քոպես չթողնեն գնան ուրիշի նշինեն, մնան այստեղ, գնահատեն իրենցը, մի բան էլ ավելացնեն, ամեն ինչ լավ կլինի։ Տորոս չեմ հասկանում, մակա դու երեսով ես ինձ տոլը մին գնալ է, թե կալ է։ Չէ, ուրախ եմ, որ եկել ես, ուրախ եմ, որ ընկերս կողքիս է, բայց մի բան չեմ հասկանում, ու շատ նեղացած եմ, ինչի էիր ինձանից թաքցնում, որ գալու ես, հա? Վայ Տորոս, ես չի ուզում թաքցնեի, քեզ ինձ էլ իհարկե։ Ասեցի մի քիչ հոգուտ հետ խաղա, հետո անակնկալ կոնեմ։ Բայց որ դու ինձ չճանաչեցիր, Տորոս, արդեն իմալ ասում են կինոյի մեջ մտակ երկարի մեջ։ Այդ պետք է տրվի։ Սիլա, պատակուշի գտ։ Տորոս ջան, դու իմ արդեն ցավոտ տեղերին ես գտնում ախպեր, դա իմ ամենաթույլ կետն է։ Խա, կեզի ոնց պասեմ, որ ինձ ճիշտ հասկնաս, ասենք ես ֆիզիկապես աստեղ եմ, չէ, բայց ավատա խոքիս ընդեղ է, սիրտես ընդեղ է։ Սիմոնյան, պատկերացնում ես լանջունի, որ իմացավ դու Սիմոնյանն ես, նվաղելու ինչ տեսարաններ են լինելու։ Այ, պատկերացնել է վարնով այն մարդ, պատկերացնում եմ ես հենց կինոյի կոդրերի պես, տեսարանները դուբել առ դուբել, այսպես զալով եթում են։ Բայց դու պիտի շատ զգուշ եղնես, շատ զգուշ տես, հա, համըտուց կգա։ Ես ոչ մի բան չեմ մոռացել, Տորոս, ես չեմ մոռացել, թե ինչի համար հեռացա Հայաստանից, ես նույնիսկ չեմ մոռացել իդա դալիջի վարձով տորը պատմությունը։ Էդ եմ ասում, դրա համար էլ որոշեցիր անգլերենի տասատու դառնաս։ Դա ասեմ Տորոս ջան, այլ դրա մեջ քո լուման էլ կա։ Ես ինչ կապ ունեմ։ Բայց ինձ ես մոտիվացրի այո ախպեր, դրի սկսեցի անգլերեն ուզում ասիրել։ Ոայ տիպը կտրվի, չունենամ քեզ Սիմոնյան։ Էդ է Աստված։ Ոչ ապարքը շոտ։ Անուշ, ապրեց։ Բարոյցես։ Բարև տղա ջան։ Անուշը տանը չի ասել, որ պարապմունք ունենք։ Իրականում մենք պարապմունքները վերջացրել ենք։ Ես Մարին մոտ եմ եկել։ Մարին գիտի։
Որտեվ իր տրամադրությունից ոնց հասկանում եմ, ոչ մեկին չի ուզում տեսնել։ Դե ես գիտեմ ոնց տրամադրեմ խոսակցության։ Հա։ Դե լավ, հիմա կկանչեմ։ Շնորհակալ եմ։ Դե լավ, Անուշ ջան, Վան ջան, նստեք եք կանգնե։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի Անուշ ջան։ Չէինք սպասում իրականում, որ Վանը նման անակնկալ կանի, բայց շատ հաճելի է։ Իրականում ես ու Անուշը այսօր երեկոյի հետ կապված ուրիշ պլաններ ունենք, բայց դե որ Էլենը ասեց նման հանդիպումա տեղի ունենալու, որոշեցինք մեր ժամադրությունը տեղափոխենք այստեղ։ Որոշեցինք երկուսով։ Փաստորեն մենք ձեզ խանգարեցինք։ Սատան եթե մի հատ էլ էստենց բան ասել կվերկանամ կգնամ, ինչ խանգարել։ Կարևոր այն է, որ այսօր մենք իրար հետ միասին ենք, ոնց որ հին ու բարի ժամանակներում։ Ինձ կներեք կարևոր զանգա պիտի պատասխանեմ, դուք ինչ որ բան ընտրեք, ես հեսա կվերադառնամ, լավ։ Լսում եմ, պարոն Գնդավետ։ Էլեն դու ինչ կխում ես։ Ինչ որ թունդ բան, հա, երևի։ Անուշ ջան, դուք Շնորհակալ եմ, ես ալկոհոլ չեմ օգտագործում։ մի րոպե կգաք։ Մեզ ինչ գիններ կառաջարկեք։ Կարմիր թե սպիտակ։ Կարմիր կիսաքաղցր։ Նենք։ Մար կարող է գնամ։ Ինչի։ Դե այն տպավորությունա, որ մենակ եմ նստած, բայց կողքս նստած ես։ Դե ես քեզ ամենասկզբից էլ ասեցի, որ այսօր լավ զրուցակից չեմ։ Մար ես չեմ ուզում զրուցակից լինեմ։ Ես եկել եմ, որ լավ ընկեր լինեմ քո համար։ Դե իրոք շնորհակալ եմ, որ անընդհատ կողքիս ես։ Մար, այն օրվա մեր խոսակցությունից հետո ես մտածեցի, որ եթե ինչ-որ բանի կարիք լինի, դու ինձ կզանգես։ Բայց հակառակը, փակվել ես տան մեջ, մեկուսացել ես, չես ուզում ոչ մեկին ոչ տեսնես, ոչ էլ խոսես։ Դե հիմա քո հետ խոսում եմ։ Չգիտեմ ինչ ա եղել, ինչից հետո ես սենց նեղվել ու կոտրվել, բայց խելացի աղջիկ ես, այդքան գրքեր ես կարդացել։ Դու ինքդ լավ պատկերացնում ես, որ սենց ոչ մի հարցին լուծում չես տա։ Տիկ ուղղակի չգիտես, թե իմ հետ ինչա կատարվում։ Դե ես հենց էդ էլ ասում եմ, ես չգիտեմ ինչա կատարվում։ Բայց ամեն ինչին ելք կա մար, ամեն ինչին լուծում կա։ Հարցեր կան, որոնք լուծում չունեն։ Չկա տենց բան։ Ուղղակի պետքա փնտրես, ելքերը գտնես, ոչ թե հակառակը մեկուսանաս ու չուզենաս ոչ մեկին ոչ տեսնես, ոչ էլ խոսես։ Ուղղակի դու գիտես ինչա նշանակում միայնակ լինել։ Մար, բայց դու միայնակ չես։ Հիմա նենց բան կասեմ, որ դու ինձանից չես սպասում, բայց մի շոն կողքը տա։ Մամատ, տատին, Շուշին, ես։ Ու եթե ինչ-որ բան էլ այն չի լինում, դա չի նշանակում, որ իրանք դադարում են քո հարազատը լինելուց մար։ Հակառակը, իրանք միշտ պատրաստ են քեզ ձեռք մեկնեն, օգնեն։ Շատ շնորհակալ եմ, որ այսքան մտահոգ ես իմ մասին։ Այնքան մտահոգ եմ, որ ամեն ինչ թողել եմ ու եկել եմ, որ քեզ տեսնեմ։ Այն էլ այն դեպքում, որ շատ լավ տեղյակ եմ, որ տատիկդ շատ խիստ է։ Կա նման բան։ Բայց ոնց որ վերածս խմորեղենը դրուց չի եկել, հա մար։ Մի կտոր չես կերել։ Ախորժակ չունեմ։ Լավ հասկացա, ախպերս հենց պետք լինի ապա իմը զանգի։ Վան։ Սպասում եմ զանգի։ Ինչ ա եղել էլ չես դուրս եկել։ Ինչի եմ դուրս եկել։ Եկել եմ որ խոսեմ քո հետ։ Թե մտածում եմ իր Անուշի հետ պետքա մի սեղանի շուրջ նստել։ Նախ Անուշի հանդեպ մի քիչ հարգալից, եկել խնդիրը չեմ հասկանում որն է։
Վան, մենք ինչ ենք պայմանավորվել։ Որ պիտի զույգերով մեր ընկերներին տեսնենք։ Իսկ դու ինչ արեցիր։ Ոչ մի արտարոց բան զույգիս հետ եկել եմ։ Վան, չհամարձակվես։ Իմ հետ պետք չի տենց խոսել, ես դրան արժանի չեմ։ Ու այդ Անուշը չի քո զույգը ես եմ։ Ու դա չի կարող փոխվել։ Արդեն վաղուց փոխվել է Էլեն։ Ու միակ մարդը, որ դա չի ընդունում, է դու ես։ Չէ, Վան, ես ոչ կընդունեմ ասածդ, ոչ էլ կհանդուրժեմ։ Ու եթե անգամ մտքից ծայրով անցնի, որ ասածները ճիշտ են, ես Ինչ պիտի անես Էլեն։ Ես զգում եմ այն, ինչ զգում եմ։ Չէ, Վան, ես դա երբեք թույլ չեմ տա։ Էլեն, խնդրում եմ, հերիքը անիմաստ պայքարես ու քեզ տանջես։ Չէ, ես չեմ հավատում, որ ես ամեն ինչը դու ես ասում։ Իմ Վանը չէր կարող իմ հետ սենց խոսել։ Իմ Վանը ինձնից երբեք չէր հրաժարվի։ Էլեն, Իմ զգացմունքները փոխվել են։ Պարզ ամենիչ։ Ուրեմն լսի։ Ես այդ Անուշիդ կյանքը կվերածեմ դժոխքի։ Հասկացար։ Երդվում եմ քեզ։ Անուշը այս ամեն ինչը չի մարսել։ Մաշ, կարող ես պատասխանել, ես դեմ չեմ։ Միշոյի հետ հետո կխոսեմ։ Ամեն դեպքում ես արդեն գնամ, չեմ ուզում տատի համբերությունը չարաշահեմ։ Արդեն 15 անգամ մտավ սենյակ դուրս եկավ։ Լավ, բայց մինչև սուրճը չխմես չեմ թողելու գնաս։ Լավ, համոզեցիր, բայց դու էլ մինչև խմորեղենից չփորձես, սուրճը չեմ խմի։ Լավ։ Ամոլա։ Տեսար։ Ես ոնց հասկանում եմ, քեզ շատ է դուր գալիս ինձ անդադար, անհարմար իրավիճակի մեջ դնելը։ Հարմարվի Անուշս, որովհետև սրանից հետո միշտ տենց է լինել։ Չէ, Վան։ Դու ուղղակի իրավունք չունեիր ինձ տանել միտեղ, որտեղ Էլենն էր, եւ ձեր ընկերները։ Դա ընդհանրապես ընկերական հանդիպում էր, ուր գնացել եմ իմ սիրելի կնոջ հետ։ Իսկ կարելի է իմանալ ինչու չէիր ասել, որ Էլենը նույնպես այնտեղ էր լինելու։ Ես եթե իմանայի, Գիտեմ, չէիր գանուշ, բայց իմ համար մեկ է, թե այնտեղ ով էր, ինչ էր մտածում, ինչ տպավորություն կարար ունենալ, իմ համար կարևոր մի բան է, որ մենք միասին էինք։ Ու գիտես ինչ, ես ուզում եմ ամբողջ աշխարհին ասեմ, որ մենք միասին ենք, ուզում եմ բոլորը իմանան, որ դու իմն ես։ եթե անգամ դու դա ես ուզում, դեռ չի նշանակում, որ ես դա քեզ թույլ եմ տվել։ Դե որ քեզ մնա, դու կարող ես ծանր քարը փեշիցից չթափես, դրա համար անում եմ այն, ինչ ուզում եմ։ Ուրեմն այդպես, հա։ Հա, ուրեմն այդպես։ Փաստորեն դու համարում ես, որ ճիշտ ես վարվել։ Երկրորդ ճիշտ գոյություն ունենալ չի կարող։ Ու գիտես ինչ։ Որոշել եմ սրանից հետո ինչ-որ բան անելուց քո կարծիքը հաշվի չառնել։ Հա ես ասելու, չէ ես ասելու, իմ համար լինելու եմ մեկ, որովհետև դու որոշումներ կայացնել չես ուզում։ Ախր որ ասում եմ բռես։ Հալա չարս։ Դու լավ իմացի, որ ես քեզ ուրիշ ճար չեմ թողնելու։ Եվ այդպես էլ մի օր անակնկալ ձևով կարդնանաս, ու կտեսնես, որ կողքիդ պարկածը այս տղեն, սենց կանես, մատիտ մատանի կլինի, հետևաբար դու արդեն իմ կինը կլինես։ Արևս։ Չէ, դու ուղղակի իմ համբերությունն ես չափում, բայց այդպես մի արավան, որովհետև շատ քիչ է մնում, որ համբերությանս բաժակը լցվի, իսկ դա քո շահերից չի բխում։ Ես քեզ փորձում եմ նախապատրաստել ապագայում սպասվող անակնկալներին, ու այդ անակնկալները բխելու են իմ քո շահերից, իմ չաղկալ լաչարուի։ Ասել եմ կարող ես իջնել։ Բայց գնալուց առաջ մի հատ հուշս բաչի նոր գնամ, որովհետև մինչև վաղ առավոտ իրար չենք տեսնելու։ Բաչի, որ կարոտից չմեռնես, ես մի կերպ կդիմանամ քո մասին եմ մտածում։ Դու գիտես ով ես։ Անթերի, ուղղակի կատարյալ բռի չոբան։ Ես կասեի բռնակալ։ Իսկ դու իմ կատարյալ, բայց լեզվանին ես։
Հա միշտ ջան, ո՞նց ես։ Այսօր շատ հոգնեցիր, չէ։ Հա, Արամ ջան, այսօր այնքան շատ էր գործը, վախում էի չփրցնեմ։ Հա դե մեկ-մեկ լինում ա տենց։ Դու մանրից պատրաստվի գնա տուն արդեն հանգստացի։ Ուներ Միշոին տենց բախտ գնար տուն։ Հələ պետք է գնամ մարզասրահ աշխատանքի։ Վայ քո։ Խի ես քեզ տենց ծանրաբեռնել։ Ես իմ ուզում եմ հարստանամ։ Որ օրը 24 ժամ աշխատելով հարստանա լիներ, վաղուց միլիարդ հատեր պիտի դառնայի։ Դե կարող է իմ մոտ ստացվում է, ինչ գիտես։ Աստված տա միշտ ջան, Աստված տա։ Լավ Արամ ջան, ես գնամ դե փոխվեմ։ Իսկ կներես մի հատ։ Չկա։ Ալո։ Մարի ոնց է ամեն ինչ նորմալ, հա։ Ամեն ինչ կարգին է։ Որ ամեն ինչ կարգին է, ինչի զանգերից չէիր պատասխանում։ Գիտես ոնց էի անհանգստացել։ Քիչ էր մնում դուրս գայի ձեր տուն։ Ուղղակի հարմար չէր։ Հարմար չէր, ինչ պատասխանայի Մարի ջան։ Որ հարմար չէր, չէիր կարող մի 40 վայրկյան տրամադրեիր, վերցնեիր հեռախոսը, գրեիր, որ ամեն ինչ կարգին է, ես այսքան չէի անհանգստանա։ Լավ, միշտ դրանից հետո անպայման տենց կանեմ։ Լավ, Մարս, ես հիմա գործի տեղ եմ, սպասի ես մի հատ անջատեմ փոխվեմ դուրս եմ կզանգեմ, լավ։ Ահա, միշտ ջան։ Լավ, Մարս։ Մարի ջան, դուրս ես գալիս։ Դպրոց եմ գնում։ Կարող եմ միասին գնանք։ Ինձ սպասում է։ Ասկի երեսներիս էլ չնայեց։ Սենց երկար է շարունակվելու։ Որ որոշել է դպրոց գնալ, արդեն լավ է։ Ես եկել եմ քեզ ասեմ, չէ, եկել եմ խնդրեմ, որ հեռու մնաս ինձնից։ Ուղղակի սահմանափակվենք նրանով, որ դու այս դպրոցում ես աշխատում, իսկ ես սովորում եմ։ Ու մեր շփումը մենակ դասերի ժամանակը կլինի։ Ով է զանգել քաղաքապետարան եւ նենգաբար ստել, որ այս դպրոցում դրամահավաք կա։ Ասա ինձ, ով է նա։ Անունը դուխին է։ Անունը Երեկվա ձեր պահվածքի պատճառով բարեղամյանն էլ է ուզում մտնի մոտը։ Լավ է։ Հապա։ Այդ հեչ լավ բան չասիր, քերի Թորոս, որ լանջունոական ջանգավ ինչ էր կատարվում, էլի դասարանը ցրելու մտքերը առաջանալու են մոտը։ Աշխատին հենց հանած, որ չիմանա, որ դու էլ ես իմացել։ Եթե իմացավ, քեզ էլ չի թողնի, որ կողքին լինես ու լրիվ մենակ կմնա։ Այրս էդի հաստատ։ Եթե իմացավ ես էլ եմ տեղյակ եղել այս ամեն ինչի մասին ու իրան ոչ մի բան չեմ ասել, անհնար է ինձ ների։